Պատգամավորները այսօր էլ քննարկեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում առաջադրված թեկնածուներին, այսօր հերթանդիմադիր Ուժեղ Հայաստանի կողմից առաջադրած թեկնածուիներ, Ուժեղ Հայաստանը ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Համոզված եմ, որ պարոն Հայկ Ֆարմանյանը իր մասնագիտական փորձով և ոլորտային գիտելիքներով նոր շունչ կհաղորդի այս ոլորտում ֆինանսական վերահսկողության մակարդակի բարձրացմանը։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ֆարմանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նախկինում աշխատել է պետական եկամուտների կոմիտեում, այսօր հայտարարեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են 19 թվականին հեղափոխությունից հետո, հիմնավորելով, թե նա յուրային չէ և պետք է հեռանա, այս որոշումը Ֆարմանյանը անգամ դատական կարգով է բողոքարկել։ Հայկ Ֆարմանյանին հարցեր տալու համար հերթագրվեց մոտ 40 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժի թեկնածուին իշխանական պատգամավորները տարբեր հարցեր ուղղեցին, այդ թվում նրա պեկում աշխատելու տարիների հետ կապված։ Դուք ասում եք, որ նախկինում եղել է կոռուպցիա եւ արատավոր երևույթներ։ Այո, համաձայն եմ, ունենք 100% կոնսենսուս ձեր այդ պնդման վերաբերյալ։ Հիմա հաջորդ հարցն եմ տալիս։ Ասում եմ, հարգարժան պարոն Ֆարմանյան, այդ արատավոր երևույթները ինչի կային հարց համար 1 եւ հարց համար 2, ով էր այդ արատավոր երևույթների մեղավորը։ Չգիտեմ ով էր մեղավորը, բայց մի կարևոր ընդգծում։ Եթե դուք ասում եք Վայոց ձորի մարզպետ է եղել պարոն Էդգար Ղազարյանը, 2 Վայոց ձորի նախկին մարզպետ ձեր թիմում կա։ Հիմա եթե հարցը դնում է այդ տեսանկյունով ենք դնում նախկին մարզպետ, նախկին քաղաքապետ, հիմա ձեր թիմում էլ կան մարդիկ, ինչի մասին ենք խոսում։ Հարց եք տալի, ով է մեղավոր եղել, ես չգիտեմ դրա մեղավորն ով է, անկեղծ չգիտեմ։ Ֆարմանյանից անգամ գնահատականներ էին ակնկալում Մարգարիտա Սիմոնյանի եւ Սոլովյովի հայտարարությունների հետ կապված։ Ես ուզում եմ հասկանալ ձեր վերաբերմունքը Մարգարիտա Սիմոնյանի, Սոլովյովի եւ նման մարդկանց արտահայտությունների մասին, հարցոք համարում եք սա Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե ոչ։ Բոլոր այն խոսույթները, որոնք կվիրավորեն հայ ժողովրդին, որոնք չեն բխի Հայաստանի Հանրապետության շահերից, չեն ողջունում, դատապարտում եմ հստակ։ Կային նաև հարցեր, որոնք վերաբերվում էին ապօրինի գույքի վերադարձին եւ Հայկ Ֆարմանյանը նախ հայտարարեց, թե դա արվում է մարդկանց պատժելու համար եւ պետք է ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա եւ շարունակել զրոյական կետից եւ չվերադառնալ այդ թեմաներին, հետո արդեն ի պատասխան իր գործընկերների հարցերին հայտարարեց, որ ընդհանուր թիմի դիրքորոշումը այն է, որ դատապարտելի է ցանկացած թալան եւ այս դեպքում արդեն Հայկ Ֆարմանյանի հայտարարությանը հետևեցին իշխանականների ծափահարությունները, անգամ հնչեց ռեպլիկ, թե նա կարող էր նստած լինել իշխանական ֆրակցիայի հատվածում։ Մենք դեմ ենք թալանին, մենք դեմ ենք կոռուպցիային, նախկին թալանը պիտի հետ բերվի եւ մեր գործընկերները քաղաքացիական պայմանագիր կուսակցան, իշխանական լծակներ իրենց ձեռքին է։ Շնորհակալություն, մնում է հասկանալ ումից պիտի հետ բերվի այդ թալանը։ Լիլիթ Մինասյան։ Այս հարցի պատասխանից ինձ մեկ-մեկ թվում էր, որ դուք ես կողմ պետք է գաք, ոչ թե այն կողմ։ Հարց ու պատասխանի ընթացքում այնքան էլ ակտիվ չէր Հայաստան խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը սակայն մեզ տեղեկացրեց, որ իրենք որոշում ունեն կողմ քվեարկելու բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, իսկ բոլոր իշխանական թեկնածուների քվեարկություններին չեն մասնակցելու։ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկելու ընդդիմադիր ֆրակցիայի կողմից առաջադրված թեկնածուի օգտին, պարոն Ֆարմանյանին կողմ ենք քվեարկելու, առհասարակ ունենք մոտեցում, որ ընդդիմադիր ֆրակցիաների, այս դեպքում նաև Ուժեղ Հայաստանի կողմից առաջադրված թեկնածուներին կողմ են քվեարկելու, իսկ իշխանության կողմից առաջադրված թեկնածուների ընտրությանը չենք մասնակցում։ Թեև Հայկ Ֆարմանյանին ուղղված հարցերը սպառվել են եւ արդեն ելույթների փուլն է, սակայն իշխանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պնդեց, թե նրան ընտրել-չընտրելու հետ կապված դեռ որոշում չունեն։ Չէ, իհարկե չունենք, մենք նիստ չենք արել, լսում ենք, դեռ ելույթներ ա լինելու, այսինքն որևէ որոշում խմբակցությունը չունի, մենք չենք լսել, չենք քննարկել։ Իսկ օրվա առաջին կեսին կրկին սեղաններին հարվածներ էին հնչում, նաև ծափահարություններ։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ, եւ դա իրանց համար ընդունելի է։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։
կարամ հիմա մի հատ անուն ազգանուն տամ եւ դուք խառնվեք իրար։ Դմդմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Հանձնաժողովների նախագահների պաշտոններում տեխնացուներին քննարկելուց հետո արդեն խորհրդարանը կանցնի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին, ձևավորվել է էթիկայի մշտական հանձնաժողով, արդեն կքննարկեն այս հարցը։